Բարի օր սիրելի երեստաթիթող, այսօր պատրաստելու ենք հայկական կաթա։ Թասական կաթան եք պատրաստելու, իսկ հարաճիգա օրերում կարող ենք մի օր պատրաստել ընկույզով, մի օր պատրաստել չոր մրգելով և մի օր պատրաստել անակնկալ սուրպրայզ շաղերի խորիզով։ Կաթայի խորիզի համար մեզ պետք է 4 ճաշի կտալ շաքարավազ, 1 ճաշի կտալ ալյուր, 150 գրամ կարագ, մի հատ հավգիտ, 90 գրամ ռեժան, 70 գրամ մածուն, կես թեյի կտալ կաթաղ, 1 թեյի կտալ սոդա, 5 գրամ խմորիչ և մի բտղունց վանիլին, 50 գրամ դնական յուղ։ Ալյուրը ավելացնելու եմ, մոտավոր 350 գրամ ալյուր պետք է ավելացնենք, այսինքն 2,5-ից 3 բաժակ։ Հիմա մի հատ այսպես սենց փոսիկ եմ անում, ավելացնում եմ հավգիտը, մի հատ լավ խառնում եմ, ավելացնում եմ վանիլին, սոդա, 1 թեյի կտալ, մի փոքր խմորիչ, կաթաղ, մի հատ էլ եմ խառնում, իսկ հիմա ավելացնում եմ մածուն և ռեժան։ Հիմա պետք է արդեն ցերկով շարունակենք։ Իրականում իմ կաթայի բաղադրատոմսս մի քիչ կտարբերի, որովհետև ես օգտագործում եմ հայկական ռեժան։ Քանի որ ռեժանի համը շատ եմ սիրում ընդհանրապես քուքիների մեջ, ուղղակի իմ էջում էլ ունեմ ես մի հատ բաղադրատոմս, որը ռեժանով եմ պատրաստում, խենթանալի քամով է, իսկ օրինակ կաթայի խմորի մեջ ինքը ավելորդ համ է տալիս, որը ավելի հարստացնում է։ Փոխանակօրինակ շատերը sour cream են օգտագործում, այսինքն թթվասեր, կամ միայն մածուն են օգտագործում, իսկ ես ուզում եմ մածուն և ռեժան, որպեսզի ստանամ մածունի թթվայնությունը, իսկ ռեժանի կախտությունը և խորը հարուստ համը։ Դրա համար կարող եք իմ բաղադրատոմսով պատրաստել ու ասել ինչքանով հավանել եք այս բաղադրատոմսը։ Իսկ հիմա ավելացնելու ենք կարագը։ Կարող ենք այսպես կերիչով անցկացնել, որպես ավելի հեշտ լինի խառնելը։ Սկսում ենք խառնել։ Եթե հասկանք, որ մի քիչ էլ պետք ունի, կարագը շատ ավելի կավելացնենք ու մի քիչ էլ կարանք մածուն ավելացնել։ Նայած ինքը ինչ է, եթե շատ պինդ է, կարող ենք ավելացնել մածունը։ Հայկական կաթան իրականում համայն աշխարհում շատ ծանոթ է ու շատ սիրված է, բոլոր աշխարհը, որ Հայաստան են ժամանում, առաջինը կաթա են ուզում ուտել, ու շատ ուրախ եմ, որ մենք ունենք մի քանի տեսակի կաթաներ, ու ուրախանում եմ, որ մարդիկ իրենց իմպրովիզ են անում ու ավելացում են, ավելի հարստացում են այդ կաթայի տեսակները։ Դե ինչ, արդեն ստացանք այսպիսի անուշիկ խմոր, մի քիչ ցերկով բացում ենք, նայեք ինչքան փափուկ է, պետք է շատ փափուկ լինի իրականում, բացում եմ, գլորում ենք, մի քիչ էսենց, հիմա, քանի որ խմորն իսկ պատրաստ է, մի հատ միջուկը արագի վրա պատրաստենք ու արդեն շարունակենք, ստեղ հանում ենք ամեն ինչ, մի հատ լվանում ենք ABC-ով ու հետ ենք վերադառնում։ Դե ինձ սիրելիներս, արդեն խորիզը պետք է պատրաստենք։ Իհարկե մարանիքի շաքարավազն ենք օգտագործելու, 4 տկալ եմ ավելացնում, 1, 2, 3, 4, 1 կտալ ալյուր եմ ավելացնելու,
մի քիչ վանիլին, մի թեթև խմորից շատ քիչ, իրան տենց վոլյում է տալիս, յուղն ենք ավելացնում, հիմա խառնում եմ, հիմա ավելացնում ենք միջուկը, մեջտեղում, իսկ հիմա այսպես իրար հետ հավաքում ենք, փակում ենք, շատ թեթև կրկնակում ենք, փորձում ենք ուշադրությամբ բացել, մի քիչ ծերկով ենք անում, եթե զգացենք, որ պետք ունի սիմետրիկություն, հիմա մի քիչ սենց մադիկներով այսպես եմ անում, դե ձեր ուզած մոդելները կարող եք անել իրականում, ամենակարևորը որ ձագենք, որովհետև կաթան պետք ունի օդ, որպեսզի լավ եփի, ձագում եմ, և իհարկե եփելու, դե ինձ սիրելիներս, քանի որ մի քանի րոպե է մնացել կաթային, որպեսզի դուրս հանենք, գրեթե պատրաստ է, ուզում էի հիշեցնել, որ մեր բոլոր ապրանքները մենք վերցրել ենք 8 սուպերմարկետից, դուք էլ կարող եք վերցնել, նամանավանդ, քանի որ կարող եք խաղարկության մասնակցել, իսկ խաղարկությունը Գշահիկ apartment, այսինքն բնակարան, իսկ ինչպես է խաղարկության մասնակցելը, նշված տեսականուց ապրանք պետք է վերցնեք, Բայն Ալբանդյան ապրանքներից, անպայման պետք է 5000 քերազանցի եւ իհարկե ունենաք մի հատ բոնուս կարդ։ Այս ամեն պայմանները եթե ունեք, խաղարկության մասնակցում եք եւ մի հատ անուշիկ բնակարան եք ձեռք բերում։ Եվ մի հատ էլ հետաքրքիր բան ունի 8 սուպերմարկետը, որ ամեն շաբաթ 20 հոգի նվիրում է cashback, այսինքն իր ծախսած դրամը կամ գումարը հետ է տալիս, հետ է վերադարձում։ Այսինքն եթե 80000-ի գումար եք ծախսել 8 սուպերմարկետից, զանգումը ասում է եկեք եւ 80000-ը հետ վերցրեք։ Մի խոսքով լավ տարբերակ է, որ մեր քնումները բոլորը 8-ից անենք։ Քանի որ շատ երկար եմ խոսում, միշտ ծարավ եմ զգում եւ իսկ եթե ծարավ եմ զգում կամ սիլի ջուրերն եմ խմում կամ Արարատը, քանի որ մեկը Արարատը սիլի պրոդուկտներից է, բայց ավելի special այսինքն։ Լավն է։ Առաջ որ կատան դուրս անեմ, քանի որ արդեն պատրաստ է, ուզում եի հիշեցնել, եթե սիրտ չունեք այդ օրը կատա պատրաստելու, բայց մյուս օրը կպատրաստեք, այդ նույն օրը կարող եք Smiley Sweet-ից համովություն վայելել, կարող եք գնալ շուկա նայել, ինչ համովություն ունի Smiley Sweet-ը, մի հատ բան վերցնել ու կոֆեի հետ կամ սուրճի հետ վայելել։ Եթե սիրտ չունեք մեր կատան պատրաստելու, բայց ես այդ շաբաթ, նույն շաբաթը կսպասեմ ձեզանից այս կատան պատրաստել, օքեյ, վախուց չկա։ Եվ այսօրվա մեր կատան պատրաստ է, դուք էլ պատրաստեք եւ վայելեք, բարեխորժակ։ Գնացինք կատան բերենք ջերոցից։ Վաու։ Так է։ Ով անհամբեր։ Yes։
Հələ մի հատ նայեք խորիզը, մի հատ նայեք դե ուտում եմ ինչ անեմ։ Լոքը։ Վաու։ Բայց իրական շատ համով է, մի հատ էլ եմ ուզում ուտեմ։ Կարծում եմ այսքան հարուստ, այսքան հայկական կատա վերած չկաք։ Գիտեմ, որ նայողների մեջ լիքը մարդ կա, որ համով պաղատադոմսեր ունի, բայց իրականում եթե կատա սիրում եք, անպայման պատրաստեք, շատ համով է։ Տնական յուղը միջուկին խորիզի մեջ շատ կարևոր է, իսկ մնացած այդ բալանսավորվածությունը բոլոր պահածիչների մեջ շատ կարևոր է։ Մի խոսքով շատ համով է, անպայման դուք էլ պատրաստեք։ Եվ ինձ կգրեք ինչքանով եք հավանել այս պաղատադոմսը։ Եվ մենք վաղ կհանդիպենք ժամը 9:00 եւ 17:00 Կենտրոն TV եթերով։ Սիրով կհանդիպենք։